Հովհաննես 11-րդ գլուխ։ Ղազարոս անունով մի հիվանդ կար Բեթանիայից, Մարիամի և նրա քույր Մարթայի գյուղից։ Սա այն Մարիամն էր, որ յուղով օծեց Տիրոջը և իր մազերով սրբեց նրա ոտքերը։ Սրա եղբայր Ղազարոսը հիվանդ էր։ Նրա քույրերը Հիսուսի մոտ մարդ ուղարկեցին և ասացին. «Տեր, ահավասիկ նա, ում սիրում էիր, հիվանդացել է»։ Երբ Հիսուսը լսեց, ասաց. Այդ հիվանդությունը մահացու չէ, այլ Աստծու փառքի համար է, որպեսզի դրանով Աստծու որդին փառավորվի։ Հիսուսը սիրում էր Մարթային, նրա քրոջը և Ղազարոսին։ Լսելով, որ Ղազարոսը հիվանդացել է, նա տակավին 2 օր էլ մնաց այնտեղ, որտեղ գտնվում էր։ Ապա ասաց իր աշակերտներին. Եկեք նորից գնանք Հրեաստան։ Աշակերտները նրան ասացին. Ռաբի, հրեաները դեռ քիչ ժամանակ առաջ ուզում էին քարկոծել քեզ, իսկ դու նորից այնտեղ ես գնում։ Հիսուսը պատասխանեց. Ցերեկը 12 ժամ չունի։ Եթե մեկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետև այս աշխարհի լույսն է տեսնում։ Իսկ եթե մեկը գիշերն է քայլում, սայթաքում է, որովհետև իր հետ լույս չունի։ Այս ամենն ասելուց հետո ասաց նրանց. Մեր բարեկամ Ղազարոսը ննջել է, սակայն ես գնում եմ նրան արթնացնելու։ Աշակերտները նրան ասացին. Տեր, եթե ննջել է, ուրեմն կառողջանա։ Բայց Հիսուսը նրա մահվան մասին էր ասում, մինչդեռ նրանց այնպես թվաց, թե նա քնով ննջելու մասին է խոսում։ Այն ժամանակ Հիսուսը նրանց հայտնապես ասաց. Ղազարոսը մեռավ, բայց ես ուրախ եմ ձեզ համար, որովհետև դուք ինձ կհավատաք, քանզի ես այնտեղ չէի։ Հիմա եկեք գնանք նրա մոտ։ Թովմասը, որ Երկվորյակ էր կոչվում, աշակերտակիցներին ասաց. Եկեք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք։ Հիսուսը եկավ, նրան գտավ 4 օրից ի վեր գերեզմանի մեջ դրված, և Բեթանիան Երուսաղեմի մոտ էր շուրջ 3 կիլոմետր։ Հրեաներից շատերը եկել էին Մարթայի և Մարիամի մոտ, որպեսզի նրանց մխիթարեին իրենց եղբոր մահվան համար։ Երբ Մարթան լսեց, որ Հիսուսը գալիս է, նրան ընդառաջ գնաց, իսկ Մարիամը տանը նստած էր։ Մարթան Հիսուսին ասաց. Տեր, եթե դու այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի։ Բայց հիմա էլ գիտեմ, որ ինչ էլ Աստծուց խնդրես, Աստված քեզ կտա։ Հիսուսը նրան ասաց. Քո եղբայրը հարություն կառնի։ Մարթան նրան ասաց. Գիտեմ, որ հարության ժամանակը վերջին օրը հարություն կառնի։ Հիսուսը նրան ասաց. Ես եմ հարությունն ու կյանքը։ Ով հավատում է ինձ, թեպետ և մեռնի, կապրի։ Եվ ով կենդանի է ու ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Հավատում ես այս ամենին։ Նա ասաց նրան. Այո, Տեր, հավատում եմ, որ դու ես Քրիստոսը, Աստծու որդին, որ աշխարհ է իր գալու։ Եվ այս ասելուց հետո գնաց լռելիային կանչեց իր քրոջը Մարիամին ու ասաց. Վարդապետն է եկել և քեզ է կանչում։ Երբ նա լսեց, իսկույն վեր կացավ ու եկավ Հիսուսի մոտ։ Հիսուսը դեռ գյուղ էլ չէր հասել, այլ դեռևս այնտեղում էր, որտեղ Մարթան ընդառաջ էր ելել նրան։ Իսկ այն հրեաները, որ Մարիամի հետ տանն էին ու նրան մխիթարում էին, երբ տեսան, որ նա իսկույն վեր կացավ ու գնաց, իրենք ևս նրա հետևից գնացին, կարծում էին, թե գերեզման է գնում, որ այնտեղ լաց լինի։ Իսկ Մարիամը, երբ եկավ Հիսուսի կանգնած տեղն ու տեսավ նրան, ընկավ նրա ոտքերն ու ասաց. Տեր, եթե այստեղ եղած լինեիր, իմ եղբայրը մեռած չէր լինի։ Երբ Հիսուսը տեսավ, որ նա ու նրա հետ եղող հրեաներն էլ լալիս են, հոգով խռովվեց, հուզվեց և ասաց. Որտեղ դրեցիք նրան։ Նրան ասացին. Տեր, արի ու տես։ Եվ Հիսուսն արտասվեց։ Հրեաներն ասացին. Տեսեք ինչքան էր սիրում նրան։ Նրանցից ոմանք էլ ասում էին. Սա, որ կույրի աչքերը բացեց, չէր կարող արդյոք այնպես անել, որ Ղազարոսն էլ չմեռներ։ Հիսուսը դարձյալ խռովվելով ինքն իր մեջ եկավ գերեզմանի մոտ։ Մի քարայր էր, վրան մի քար դրված, և Հիսուսն ասաց. Այդ քարը մի կողմ դրեք։ Մարթան, մեռածի քույրը, նրան ասաց. Տեր, հիմա արդեն նեխած կլինի,
քանի որ 4 օրվա է։ Հիսուսը նրան ասաց. Քեզ չասացի, որ եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես։ Երբ քարը վերցրին, Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. Հայր, գոհություն քեզ, որ ինձ լսեցիր։ Ես գիտեի, որ ամեն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպեսզի հավատան, որ դու ուղարկեցիր ինձ։ Երբ այս ասաց, բարձր ձայնով աղաղակեց. Ղազարոս, վեր կաց, դուրս արի։ Եվ մեռելը ելավ, կապված ոտքերով, ձեռքերը երիզներով պինդ ամրացված և երեսը վարշամակով պատած։ Եվ Հիսուսը նրանց ասաց. Արձակեք դրան և թողեք, որ գնա։ Իսկ հրեաներից շատերը, որոնք Մարիամենց մոտ էին եկել, երբ տեսան ինչ արեց Հիսուսը, հավատացին նրան։ Նրանցից ոմանք էլ գնացին փարիսեցիների մոտ ու պատմեցին նրանց, ինչ արեց Հիսուսը։ Քահանայապետներն ու փարիսեցիները ժողով գումարեցին և ասացին. Ինչ անենք, քանի որ այդ մարդը բազում նշաններ է անում, եթե նրան այսպես թողնենք, ամենքն էլ կհավատան նրան, և հռոմեացիները կգան ու կվերացնեն մեր ազգն ու մեր սրբավայրը։ Նրանցից մեկը Կայիափան, որ այդ տարվա քահանայապետն էր, նրանց ասաց. Դուք ոչինչ էլ չեք հասկանում, չեք էլ խորհել, թե մեզ համար ավելի լավ է, որ մեկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թե ամբողջ ազգը կորչի։ Այս բանը նա ինքն իրենից չասաց, այլ քանի որ այդ տարվա քահանայապետն էր, մարգարեացավ, որ Հիսուսը մեռնելու էր ազգի համար։ Եվ ոչ միայն ազգի համար, այլ որպեսզի նաև Աստծուց հրված որդիներին իմի հավաքի։ Այն օրվանից որոշում կայացրին, որ սպանեն նրան։ Եվ Հիսուսն այնուհետև համարձակ չէր շրջում հրեաների մեջ, այլ այնտեղից գնաց անապատին մոտակա մի վայր, մի քաղաք, որի անունն էր Եփրայիմ, և իր աշակերտների հետ այդտեղ էր մնում։ Հրեաների զատիկը մոտենում էր։ Այդ գավառից շատերը զատկից առաջ բարձրացան Երուսաղեմ, որպեսզի իրենց մաքրության ծեսը կատարեն։ Հիսուսին փնտրում էին և մինչ տաճարի մեջ էին, միմյանց ասում էին. Ձեզ ինչպես է թվում, արդյոք այս տոնին չի գա։ Քահանայապետներն ու փարիսեցիները հրահանգել էին, որ եթե մեկն իմանա նրա տեղը, հայտնի, որպեսզի նրան ձերբակալեն։